Ողջույն, սիրելի սովորող։ Շնորհակալություն առցանց ուսուցման մեր դասընթացին քո մասնակցության համար։ Այժմ ուսումնասիրում ենք բայ թեման։ Շարունակելու համար թեմայի ուսումնասիրությունը անդրադարձ կատարենք նախորդ դասին։ Նախորդ դասին մենք սովորեցինք, որ բայերը ցույց են տալիս գործողություն։ Բոլոր բայերն անփոփոխ վիճակում ունեն L և AL ածանցներ, որոնք միաժամանակ վերջավորության դեր են կատարում։ Սովորեցինք նաև, որ խոսքի մեջ բայերը հանդես են գալիս դիմավոր և անդեմ ձևերով։ Նախորդ դասի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ դիմավոր բայերն արտահայտում են գործողություն, միաժամանակ ցույց տալով նրա կատարողներին, նրանց թիվը, ինչպես նաև կատարման ժամանակը։ Ի տարբերություն դիմավոր բայերի, անդեմ բայերը ցույց են տալիս ընդհանրապես գործողություն առանց նշելու կատարողներին, նրանց թիվը և կատարման ժամանակը։ Սիրելի սովորող, դու արդեն գիտես, որ անդեմ բայերը բաժանվում են երկու խմբի՝ դերբայներ և ձևաբայեր։ Դերբայներն իրենց հերթին հայերենում 4-ն են՝ անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար։ Նախորդ դասին ուսումնասիրեցինք անորոշ դերբայը և իմացանք, որ այն ցույց է տալիս ընդհանրապես գործողություն և եղելություն առանց որոշակիացման։ Անորոշ դերբայը ունի L և AL վերջավորությունները, որոնց համար ընդհանուր է L հնչյունը, իսկ E և A հնչյունները կոչվում են խոնարհիչներ։ L-ով վերջացող բառերը կոչվում են E խոնարհման և AL-ով վերջացող բայերը A խոնարհման բայեր։ Նախորդ դասին սովորեցինք նաև անորոշ դերբայի կազմությունը։ Գիտենք, որ այն լինում է պարզ և ածանցավոր։ Գիտենք, որ ածանցավոր են այն բայերը, որոնցում L և AL վերջավորություններից առաջ կան բայածանցներ, և իհարկե պարզ են այն բայերը, որոնցում բայածանցներ չկան։ Սիրելի սովորող, բայերի պարզ կամ բաղադրյալ լինելը որոշվում է նրանց անորոշ դերբայից։ Այսպես. ունենք մոտենում է բայը։ Պարզելու համար այն ածանցավոր է թե ոչ, վերականգնում ենք անորոշ դերբայը՝ մոտենալ։ Այդ ժամանակ միայն պարզ է լինում, որ անորոշ դերբայի հիմքը ածանցավոր է, մոտ հիմք, N սոսկածանց կամ բաղադրական ածանց, որն ընկած է AL վերջավորությունից առաջ։ Ըստ կազմության, բայերի մի տեսակ են հարադիր բայերը։ Հարադրել նշանակում է իրար կողքի դնել։ Հարադիր կամ հարադրական բայերի մի մասի բաղադրիչներից առաջինը որևէ այլ խոսքի մաս է, իսկ երկրորդը բայ։ Օրինակ՝ դուրս գալ, վեր ելնել, պար գալ։ Այս դեպքում հարադիր բայերի բաղադրիչները գրվում են առանձին։ Մյուս դեպքում հարադիր բայերի երկու բաղադրիչներն էլ բայեր են, ինչպես օրինակ՝ ասել, խոսել, գնալ, գալ, ավլել, թափել և այլն։ Եթե առաջին խմբի հարադիր բայերի բաղադրիչները գրվում էին անջատ, այս դեպքում միանում են գծիկով։ Անդրադառնանք նաև անորոշ դերբայի գործածությանը։ Անորոշ դերբայը խոսքի մեջ ցուցաբերում է գոյականին հատուկ հատկանիշներ և կատարում է բայերին ոչ հատուկ զանազան շարահյուսական պաշտոններ։ Օրինակ՝ ծխելը վնասակար է առողջության համար։ Ծխելը անորոշ դերբայը նախադասության մեջ դարձել է ենթակա, կամ խաղալուն ժամանակ չի մնում։ Խաղալուն անորոշ դերբայը դարձել է լրացում։ Անորոշ դերբայը կարող է հոլովել, ենթարկվելով ու հոլովման։ Օրինակ՝ ուղղական խմելը, սեռական խմելու, ինչպես ասացինք, ենթարկվում է ու հոլովման, տրական խմելուն, հայցական խմելը, բացառական խմելուց և գործիական խմելով։ Չմոռանանք նաև խոսակցական սխալներից խուսափելու անհրաժեշտությունը։
ափսոսալ, ոչ թե ափսոսել։ Անդրադառնանք եւս մի բայի՝ տուժել, սխալ է տուժվել տարբերակը։ Այժմ խոսենք ենթակայական դերբայի մասին։ Շոգն սկսվելու հետ ծաղկող լանջը լցվում էր մեղուների ականջ ծակող բզզոցով։ Արևի շողերից ջերմացող խոտերն ու ծաղիկները անուշ բույր էին տարածում, եւ անուշահոտություն արձակող օդը մարդուն դարձնում էր երազող։ Ծաղկող, ծակող, ջերմացող, արձակող, երազող բայերը ենթակայական դերբայներ են։ Ենթակայական դերբայը կազմվում է անորոշ դերբայից, ող, ացող, էցող վերջավորություններով հետևյալ կերպ։ Ող վերջավորությունն ավելանում է ե խոնարհման անորոշ դերբայի էլ ածանցի փոխարեն, այսպես. նստել անորոշ դերբայը ե խոնարհման բայ է։ Էլ վերջավորության փոխարեն ավելացնելով ող վերջավորությունը, որը ենթակայական դերբայի վերջավորությունն է, ստանում ենք նստող ենթակայական դերբայը։ Նմանապես, փախչել անորոշ դերբայի էլ վերջավորության փոխարեն ավելացնելով ենթակայական դերբայի ող վերջավորությունը, ստանում ենք փախչող ենթակայական դերբայը։ Մտնել դերբայը եւս ե խոնարհման բայ է, եւ էլ վերջավորության փոխարեն ավելացնելով ող վերջավորությունը կստանանք ենթակայական դերբայ մտնող։ Իսկ ահա ացող վերջավորությունը ավելանում է ա խոնարհման բայերին՝ խաղալ, կարդալ, գոռալ։ Ալ վերջավորության փոխարեն ավելանում է ացող վերջավորությունը՝ խաղալ, խաղաց, խաղացող, կարդալ, կարդաց, կարդացող, գոռալ, գոռաց, գոռացող եւ այլն։ Խաղացող, կարդացող, գոռացող դերբայները ենթակայական դերբայներ են։ Ացող վերջավորությունը ավելանում է նաեւ ան բաղադրական ածանց ունեցող բայերի վերջում։ Օրինակ՝ հեռանալ, մոռանալ, քարանալ։ Ան ածանցը փոխարինվում է աց մասնիկով եւ ավելանում է ենթակայական դերբայի ող վերջավորությունը։ Հեռանալ դառնում է հեռ աց ող, հեռացող ենթակայական դերբայ։ Մոռանալ բայը ունի ալ վերջավորություն, նշանակում է ա խոնարհման բայ է։ Բացի այդ, ունի ան բաղադրական ածանց, որի պատճառով էլ հենց ենթակայական դերբայ կազմելու համար պիտի ավելացնենք ացող վերջավորությունը եւ կստացվի մոռացող։ Քարանալ բայը եւս ա խոնարհման բայ է անբաղադրական ածանցով եւ ենթակայական դերբայ կազմելու համար պետք է ավելացնենք ացող վերջավորությունը՝ քարացող։ Իսկ ահա n բաղադրական ածանց ունեցող բայերը ենթակայական դարձնելիս պետք է ավելացնենք ոչ թե ացող, այլ էցող վերջավորությունը։ Օրինակ՝ մոտենալ անորոշ դերբայը, որը նույնպես ա խոնարհման բայ է, ունի սակայն n բաղադրական ածանց, որը փոխարինվում է էց մասնիկով եւ ավելանում է ող վերջավորությունը։ Ստացվում է մոտեցող ենթակայական դերբայը։ Նույն կերպ վախենալ անորոշ դերբայը, որը ա խոնարհման բայ է, ունի n բաղադրական ածանց եւ ենթակայական դերբայ կազմելու համար ավելացնում ենք էցող վերջավորությունը՝ վախեցող։ Հագենալ, հագեցող եւ այլն։ Ենթակայական դերբայը խոսքի մեջ ինքնուրույն հանդես է գալիս գոյականին եւ ածականին հատուկ բոլոր շարահյուսական պաշտոններում։ Օրինակ՝ հաղթողն իր կամքը թելադրում է պարտվողին։ Այս նախադասության մեջ ենթակայական դերբայներն են հաղթողը եւ պարտվողը։ Հաղթող ենթակայական դերբայը դարձել է ենթակա, պարտվողին ենթակայական դերբայը ստորոգյալի լրացում։ Մեկ այլ օրինակ՝
Կոմիտասը նայում էր արեգակի մարմրող շողերին։ Այս նախադասության մեջ տեսնում ենք մարմրող ենթակայական դերբայը, որը դարձել է որոշիչ։ Դիտարկենք մեկ այլ օրինակ. հասկացողին մին, չհասկացողին հազար ու մին։ Այս նախադասության մեջ հասկացողին և չհասկացողին ենթակայական դերբայները դարձել են ստորոգյալի լրացումներ։ Այսպիսով, ենթակայական դերբայն ինքնուրույն գործածություն ունեցող անդեմ բայ է։ Ենթակայական դերբայը կազմվում է ող, ացող, էցող վերջավորություններով։ Հարակատար դերբայ. ձյու սանձը բաց թողած, հայացքը հեռաստաններին սևեռած, զորավարը տխուր մտածումների մեջ էր։ Գնում էր ծանր մտքերի մեջ խորասուզված։ Ինչ հուրթի արտեր են, բայց այդ արտերը չեն հնձվելու։ Դրանք լքված են գաղթի ճամփան բռնած, բնավեր դարձած իրենց տերերի կողմից։ Ընդգծված բառերը հարակատար դերբայներ են։ Հարակատար դերբայը կազմվում է անորոշ դերբայից, ած, ացած, էցած վերջավորություններով, հետևյալ կերպ. ած վերջավորությունն ավելանում է ե խոնարհման բայերի էլ վերջավորության և ն, չ բայացանցների փոխարեն։ Օրինակ, նստել բայի էլ վերջավորության փոխարեն ավելացել է հարակատարի ած վերջավորությունը և ձևավորվել է նստած հարակատար դերբայը։ Փախչել անորոշ դերբայի էլ վերջավորության և չ բաղադրական ածանցի փոխարեն ավելացել է ած հարակատար դերբայի վերջավորությունը, ձևավորելով փախած հարակատար դերբայը։ Եվ մտնել անորոշ դերբայի ն բաղադրական ածանցի և էլ վերջավորության փոխարեն ավելացել է ած վերջավորությունը և ձևավորվել է մտած հարակատար դերբայը։ Ացած վերջավորությունն ավելանում է ա խոնարհման բայերի ալ վերջավորության և ան բայացանցի փոխարեն։ Դիտարկենք ա խոնարհման մի քանի բայ. խաղալ, կարդալ, գնալ։ Ինչպես տեսնում ենք, ալ վերջավորության փոխարեն ավելացել է հարակատարի ացած վերջավորությունը, ձևավորելով խաղացած, կարդացած, գնացած բայերը։ Ան բայացանցի փոխարեն նույնպես ավելանում է հարակատարի ացած վերջավորությունը՝ հեռանալ, հեռացած, մոռանալ, մոռացած, քարանալ, քարացած և այլն։ Ացած վերջավորությունը փոխարինել է ան բաղադրական ածանցին և անորոշ դերբայի ալ վերջավորությանը։ Էցած վերջավորությունն ավելանում է ա խոնարհման բայերի ալ վերջավորության և էն բայացանցի փոխարեն։ Ինչպես մոտենալ, մոտեցած, վախենալ, վախեցած, հագենալ, հագեցած և այլն։ Հարակատար դերբայը կարող է հանդես գալ ածականի և մագբայի դերում, դառնալով կամ գոյականի որոշիչ լրացում, ինչպես հետևյալ օրինակի մեջ. դեղնած դաշտերին իջել է աշուն, կամ բայի լրացում, ինչպես երկրորդ օրինակի մեջ. նա պառկած խոսում էր ընկերոջ հետ, այստեղ պառկած հարակատար դերբայը դարձել է ձևի պարագա, և կամ բաղադրյալ ստորոգյալի մաս, ինչպես երրորդ օրինակում. երեխան քնած է, քնած հարակատար դերբայը դարձել է բաղադրյալ ստորոգյալի մաս։ Գոյականաբար գործածվելիս, որոշիչ հոտ կամ հոգնակերտ վերջավորություններ ստանալով, հարակատար դերբայը կարող է հոլովվել և կատարել գոյականին հատուկ շարահյուսական պաշտոններ։ Օրինակ, հայրենիքի համար զոհվածներն անմահ են։ Այս նախադասության մեջ զոհվածները հարակատար դերբայը
դարձել է ենթակա։ Երկրորդ նախադասությունը. աչքը տեսածից է վախենում։ Այս նախադասության մեջ տեսածից հարակատար դերբայը դարձել է խնդիր։ Ես տուժածն եմ, տուժածն հարակատար դերբայը դարձել է բաղադրյալ ստորոգյալի մաս։ Այսպիսով, հարակատար դերբայն ինքնուրույն գործածություն ունեցող անդեմ բայ է։ Այն կազմվում է ած, ացած, էցած վերջավորություններով։